2020 թվականին ես եւ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել ենք ամենայն հայոց կաթողիկոսի հետ գերիների խնդրով։ Այդ հանդիպմանը վեհափառը հասկացրեց, որ մտադիր է միանալ ընդդիմադիր քաղաքական գործընթացներին եւ հայտարարեց, որ իր կարծիքով երկիրը պետք է ղեկավարի Ռոբերտ Քոչարյանը։ Այս տարվա մայիսից եկեղեցի իշխանություն լարվածության ֆոնին ռուսական Նեզավիսիմայա գազետան հրապարակեց հոդված, որտեղ նշվում էր, որ նախկին իշխանական համակարգի եւ Ռուսաստանի համար հայ եկեղեցին վերջին լծակն է, բաստիոնը։ Եկեղեցին ոչ միայն հերքող հայտարարությամբ հանդես չեկավ, ըստ էության սա դարձավ վտանգավոր ազդակ թե մեր պետականության եւ թե մեր հոգեվոր կյանքի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ եկեղեցին մտնի քաոսի մեջ։ Պահպանել հավատի տունը նշանակում է պահել ժողովրդի միասնությունը։ Ես հավատում եմ, որ եկեղեցու ներսում կան արժանի պատասխանատվություն կրող հոգևորականներ, ովքեր կկարողանան վերականգնել հոգևոր հավասարակշռությունն ու պաշտպանել Սուրբ եկեղեցու ինքնիշխանությունը, այն հեռու պահելով քաղաքական շահարկումներից։ Եկեղեցու ուժը պետք է դառնա ոչ թե իշխանության կամ ընդդիմության հենարանը, այլ հայ ժողովրդի հոգևոր եւ ազգային ամրության հիմնասյունը։